Բարև ձեզ Օրագի նյուզի հարգելի հետևորդներ, եթերում Sport Zone-ն, այսօրվա իմ հյուրն է Կոլյա Ղազարյանը, մարդ, ով իր գործունեությամբ համադրում է սպորտը, սպորտային туриզմը, լեռնային արշավներն ու կինոն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ։ Դուք նկարահանվել եք Արարատ 73 ֆիլմում։ Ինչպես եղավ առաջարկը։ Առաջարկը շատ անսպասելի էր, ընկերներս մեկը զանգահարեց, ասաց գիտես, այսպեսի մի ֆիլմ կա ֆուտբոլի մասին, կգաս, քաստինգը անցնենք, տեսնենք ինչպես կլինի։ Ես էլ մեծ սիրով համաձայնվեցի ֆիլմ ֆուտբոլի մասին, գնացի քաստինգը անցա ու հենց Նիկոլայ Ղազարյանի դերն է մարմնավորում ու շատ հետաքրքիր հումորային, այսպես ասած, որ ինձ հարցնում էին, թե ինչ է քո անուն-ազգանունը, ես ասում էի Կոլյա Ղազարյան, ճիշտ է, ֆիլմում ինձ բոլորը արդեն գիտեն որպես Նիկոլայ, մի քանի անգամ սխալ իրավիճակներ էր, մարդիկ չեն հասկանում իմ անունն է Նիկոլայ, դերիս անունն է Նիկոլայ, թե իմ իսկական անունն է Նիկոլայ, ինձ բոլորը այնտեղ գիտեին Նիկոլայ, թե իրական կյանքում, թե ֆիլմի մեջ։ Ֆիլմից կպատմեք։ Ֆիլմ ընդհանուր ինչի մասին է։ Ֆիլմը սովետական ֆուտբոլի մասին է, Նիկիտա Սիմեոնի մասին է, մարզիչ, որը որ գալով Արարատ նվաճեց 2 գավաթ, կատարեց ոսկե դուբլ, որպես այդպիսին։ Ֆիլմը Արարատ թիմի մասին է, որը 73 թվականին նվաճեց բաղձալի 2 գագաթները, ուղղակի հայկական ֆուտբոլի պատմության ոսկե տառերով է գրված։ Տեսնենք ինչ որ այլ ակումբ կարողանա նվաճել, հուսով ենք, որպեսզի ուրախանանք եւս մեկ անգամ, ինչպես 73 թվականին են ուրախացել մեր պապերը, մեր հայրիկները։ Երբ որ ձեզ տվեցին մարզաշապի Արարատ 73-ի, ինչ զգացողություններ ձեզ մոտ։ Ինձ թվաց, որ այդ պահին ես տեղափոխվել եմ 73 թվական, որովհետև ամեն բան ֆիլմում նման էր այդ տարիներին։ Ես նույնիսկ իմ 3 մարզաշապիկները տանը փակցված է պատին ու ամեն անգամ տուն մտնելուց ես ինձ պատկերացնում եմ, որպես ես խաղացել եմ այդ տարիներին, ճիշտ է, բավականին երիտասարդ եմ, բայց ոգևորություն էր ուղղակի, մեծ ոգևորություն։ Ֆիլմի ազդեցությունը երիտասարդների վրա ինչպես կգնահատեք։ Ինձ թվում է ազդեցությունը կգնահատեմ դրական, որովհետև երիտասարդները կարիք ունեն իմանալու, հիշելու, որոնք կհիշեն, որոնք կտեսնեն, կարիք կա ներկայիս ֆուտբոլի մեջ, ներկայիս երիտասարդների զբաղվածության մեջ, որովհետև հիմա համեմատելով 73 թվականը լրիվ այլ է։ Ինձ թվում է կտեսնեն երիտասարդները կոգևորվեն, ես ինքս եմ ոգևորվել, մի բան հավատում էի, որ իսկապես կարող են անել, եթե թիմը ցանկանում է, եթե ինչ-որ մի բան շատ է ցանկանում, լինում է։ Ու 73 թվականին Արարատ թիմը կատարեց այդ ամեն ինչը ու շատ լուրջ մրցակիցների է հաղթել այդ տարի։ Իսկ հիմա ի՞նչն է բացակայում մեր ֆուտբոլում։ Ցանկությունը բնականաբար կա, բայց այդ մինուսը որն է, որ միևնույնն է չեն կարողանում հասնել։ Ինձ թվում է ճիշտ աշխատանքը, որովհետև տեսեք, միշտ ասում են, որ երեխաները նման են չմշակված ոսկու, որը որ պետք է մշակել, հարց թե ինչպես մշակողը կմշակի, այդ ոսկին իր արժեքը կունենա, եթե մշակողը թերի մշակեց ոչ թե վաղվա օրվա, այդ պահի համար բնականաբար ոսկին չի վաճառվի։ Ու ինձ թվում է, որ շատ մեծ դերակատարում ունեն մարզիչները, իսկ հետո արդեն ակումբները, որոնք որ հնարավորություն կտան այդ երիտասարդներին մեծանալու հետ խաղալ,
խաղալ, որովհետեւ ֆուտբոլում մարզվելը այդքան էական չէ, քան խաղալը, որովհետեւ խաղալով է սովորում բնականաբար ֆուտբոլ հասկացողությունը։ Մեր ակումբները շատ ժամանակ ընդգրկում են ոչ թե մեր տեղի ֆուտբոլիստներին, այլ դրսից ֆուտբոլիստներին, ովքեր դրսում են պարապել, թե հայ են, բայց դրսում են պարապել։ Ինչու մեր երիտասարդներին տեղ չեն տալիս իրենք։ Ո՞րն է խնդիրը։ Ինձ թվում է վստահության հարցն է, որովհետեւ ներկայիս ակումբների մարզիչները հիմնականում դրսից են կամ Հայաստանից, բայց մեծամասնությունը կարելի է ասել արտասահմանի մարզիչներ են ու ինձ թվում է չեն վստահում։ Այդ վստահության պակասը շատ լուրջ է։ Ես իմ օրինակով բերեմ, ես զբաղվել եմ ֆուտբոլով եւ շատ է եղել, զգացել եմ անվստահություն։ Ու այդ բան, եթե դու լինես ամենահզոր ֆուտբոլիստը, եթե տեսնում ես, որ քեզ չեն վստահում, քո ուժերը ուղղակիորեն նվազում է։ Ես վստահ եմ մեր երիտասարդների վրա 16, 17, 18 տարեկան, եթե վստահեն, հավատան, կանեն ամեն ինչ։ Ինձ թվում է վստահության պակասն է։ Եթե դա չլինի, Երևանում մարզիկները բնականաբար շատ են ու այդ դաշտերն էլ են շատ, որտեղ կարող են պարապել։ Բայց շատ մարզերում դրա պակասը զգացվում է, արդյոք ու երեխաները որտեղ են պարապում։ Ինչա պետք է անել դրա համար, որ մարզերում էլ զարգանա։ Դե տեսեք, դաշտեր ունենք մարզերում, բայց չի գործում։ Իսկ իմ ժամանակ 2009-2010 թվականներին չկային դաշտեր, բայց մենք էինք ստեղծում։ Իսկ հիմա կան եւ մարզվողներ չկան։ Զարգացման հետ ինձ թվում է այդ բնական process-ները հետ-ընթաց է ապրում։ Հիմա ավելի շատ երիտասարդները գնում են տեխնոլոգիաներ, համակարգիչ, սմարթֆոն ու մոռանում են բնականը, որոնք որ պետքա ֆուտբոլին։ Չի նվազե, ուղղակի չգիտեմ, տեխնոլոգիաները շատ մեծ ազդեցություն ունեն։ Օրվա 70-80%-ը անցկացնում են երեխաները համակարգչի մեջ ու դրանից հետո ինչ ֆուտբոլի մասն է խոսքը, ինչ ճիշտ է, արդեն մասսայական միջոցառումներ լինում են Երևանում, որոնք որ փոքրինչ թափ են հավաքել, ընկերներիցս երկու հոգի հենց զբաղվում են ստրիթբոլով, արդեն քանի տարի է, որ չգիտեմ, մասսայականություն ձեռք է բերել, ու այդ ամեն ինչը ինձ թվում է կխթանի երիտասարդներին, որպեսզի խաղան, զբաղվեն, ի վերջո առողջ ապրելակերպ։ Ֆիլմում ֆուտբոլը բնականաբար այլ կերպ է, իրականությունում երևի թե տարբերություններ կլինեն։ Ինչն է իրականությունում, որ ֆիլմը չի կարող փոխանցել։ Ֆուտբոլը ինչ ունի, որ ֆիլմով հնարավոր չի ցույց տալ։ Ինձ թվում է կիրք ունի, ինձ թվում է էմոցիաներ ունի, ինձ թվում է պայքար ունի ու չգիտեմ, նաև կարծում եմ, որ մենք ֆիլմում փորձել ենք այդ ամեն ինչը ցույց տանք, որովհետև մեզ ֆիլմի ժամանակ ասեցին, որ շատ տարբեր է եղել այս տարիները եւ այն տարիները։ Այն տարիներում մարդիկ եղել են ավելի անկեղծ, ավելի բարի, ազատ էմոցիաների մեջ, իսկ ներկայումս մարդիկ ավելի փակ են, առանց էմոցիաների, անկեղծ չեն։ Ֆիլմում ինձ թվում է մենք ցույց ենք տվել անկեղծություն, եթե ստացվել է իհարկե, արդեն դա հանդիսատեսը կարծիք կարող է կազմել, ցույց ենք տվել անկեղծություն, համեստություն, բարիություն, իսկ ֆուտբոլը չեմ կարող բացատրել ինչ է ֆուտբոլը։ Ֆուտբոլը մի հատ բան է, որը որ աշխարհով մեծ մասսայականություն է գրավում։ Ինձ թվում է չկա այդպիսի երկրորդ սպորտաձև, որ կարելի է համեմատել ֆուտբոլի հետ։
երեխաների զբաղվածության, շատ հին պատմություն ունի ֆուտբոլը, բոլոր երկրներում ֆուտբոլը գիտեն ինչ է։ Հայաստանում ֆուտբոլը հաղթում է, ֆուտբոլը պարտվում է, բոլորը տխուր են, բոլորը ուրախ են։ Իսկ այլ սպորտաձևը կարող լինի հանրության 20%-ն տեղյակ, 30%-ն, ու ինձ թվում է աշխարհում օլիմպիական խաղերը հանած ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մի հատ ուղղակի մեծ իրադարձություն է բոլոր երկրներում, մեծ մասսայականություն է զբաղեցնում էլի ֆուտբոլի աշխարհում։ Խոսեցիք ֆիլմի կարծիքների մասին, ինչ կարծիքներ եք լսել դուք ֆիլմի մասին։ Թեկուզ հայտիներից կամ երիտասարդներից դրական բացասական։ Ընկերներս են շատ մեծ դրական խոսքեր ասել, հենց դերասանների վերաբերյալ, որ եղել են ուղղակի շատ լավ ընտրված, թե ձևաչափը ֆիլմի, թե ոնց ենք տեղափոխվել 70-ականներ, 73 թվականն ենք ներկայացրել ֆիլմում, դեռ լսել եմ միայն դրականը, ինձ թվում է բացասականներ կլսեն, որը որ եւս ցանկալի է լսել, եւս ֆիլմի մեկ մասն է էլի համարվում։ Ֆիլմը քաղաքականացրել էին, դուք ինչ կարծիք ունեք այս մասին։ Ֆիլմը արդյոք քաղաքական տարրեր պարունակում է։ Որտեղ առաջին պրեմիերան Ռուսաստանում, բնականաբար Խորհրդային Միության ժամանակաշրջանի մասին է ֆիլմը։ Ճիշտ է, սովետական ժամանակաշրջանի մասին է ֆիլմը, բայց հայկական ակումբի մասին է։ Կենտրոնացված է Նիկիտա Սիմոնյանի կյանքի ուղու վերաբերյալ, ու Նիկիտա Սիմոնյանի կյանքի կարևոր փուլին, որը որ Արարատն է, որը որ 73 թվականին նվաճեց այդ երկու գավաթները, չեմ կարծում, որ քաղաքական միտումներ ունի, ընդհանուր ֆիլմը Հայաստանի մասին է, հայկականի մասին է, ու հիշեցնում ենք հայկական ակումբին, հայկական մարդուն, որը որ նվաճեց Ռուսաստանից եկավ Հայաստան եւ ու նվաճեց այդ գավաթները։ Իսկ Ռուսաստանից ինչ որ կարծիքներ եղել են պաշտոնյաներից կամ արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, եթե ճիշտ եմ ասում, կամ ներքին, երևի թե արտաքին քաղաքականությունից լավ գաղափար չունեմ, գիտեմ, որ Սերգեյ Լավրովն էր ցանկացել դիտել ֆիլմը եւ ասաց մեծ սիրով կցանկանա, որովհետեւ Նիկիտա Սիմոնյանի մասին է ֆիլմը ու գաղտնիք չէ, որ Նիկիտա Սիմոնյանին բոլորը Ռուսաստանում հարգում եւ սիրում են։ Եկեք ասենք արդեն ձեր կյանքին, երբ սկսեցիք զբաղվել ֆուտբոլով ու հիմա ֆուտբոլով զբաղվել եմ 10-11 տարեկանից, մինչև այդ զբաղվում էի կարատեով, բոլոր փոքրերը կփաստեն, որ սկզբից զբաղվում են կարատեով, հետո արդեն ընտրում են, թե ինչով պետք է զբաղվեն։ Կարատեի մարզումներին գնում էի մոտ 1 ժամուկես շուտ, խաբում ասում էի, որ ժամը 5-ին է մարզումը, բայց սկսում էր ժամը 7-ին, մինչև այդ ֆուտբոլ էի խաղում։ Մեր փոքրիկ գյուղում շատ մեծ ոգևորություն կար այն ժամանակ, մոտ 13-14 տարի առաջ, բոլոր երեկոներին մարդիկ ֆուտբոլ էին խաղում։ Ճիշտ է, հիմա նվազել է շատ, բայց ես էլ տենց մեծ ոգևորությամբ գնում էի ու հոգնած գնում էի իմ երկրորդ պարապմունքին։ Կարատեին։ Վերջը որոշեցի, որ չէ, խի գնամ ֆուտբոլ խաղամ, հետո եթե կարատե, հենա կգնամ, մենակ ֆուտբոլ կխաղամ։ Ու տենց որոշեցի զբաղվել ֆուտբոլով, հայկական մի քանի մանկապատենեկան ակումբներից հասա գավաթի 1/4 եզրափակիչ, արդեն 23 թվականներ, եթե չեմ սխալվում, ու 23 թվականից մինչև օրս ֆուտբոլով չեմ զբաղվում, ցավալի վնասվածքից հետո անհարմարություններ եւ այդպես։ Վնասվածքը ինչից եք ստացել ֆուտբոլից։ Վնասվածքը ստացել եմ ֆուտբոլային հանդիպման ժամանակ, կոտրվածք էր նրբոլոքի, երկու վիրահատություն, մոտավոր 7-8 ամիս դադար, հետո ճիշտ է մի 4-5 ամիս նորից խաղացի ֆուտբոլ, բայց հասկացա, որ արդեն կարիք չկա եւ առողջությունը ավելի կարեւոր է այս փուլում։ Եղել է ինչ-որ պահ, երբ ֆուտբոլը ձեզ հիասթափեցրել է։ Եղել է մոտ
16-17 տարեկան ժամանակահատվածում, երբ որ ուզում ես ցած կատարես, հա, մանկապարտեզնական ֆուտբոլից դեպի պրոֆեսիոնալ, բայց հիմնականում փորձում ես հաղթահարել, հենց դրանով է գեղեցիկ ֆուտբոլը, իր խոչընդոտներով, իր վերելքներով, վայրեջքներով դեպքեր եղել են, բայց փորձել ենք հաղթահարել։ Իսկ դուք ձեզ այդ տարիքում, որ հիշեք, ինչ խորհուրդ կտայիք։ Շարունակել նույնը, թե այլ։ Խորհուրդ կտայի ավելի լուրջ տրամադրվել, մի փոքր այն ժամանակ 16-15 չէ, բայց 12-11 տարեկանում ինձ միշտ ասում էին, որ կկարողանաս։ Միշտ ասում էին, որ շատ լավ է ստացվում։ Բայց այն վաղտվա մտածողությունը երևի շատ մանկական էր ու գնում էի որպես հաճույքի, որպես օր անցկացնելու, իսկ այն ժամանակ ինձ կասեի, որ ուղղակի պետք է ավելի լուրջ եւ տրամադրված գործել, դե ցավոք մանուկ։ Ձեր փորձից ելնելով, երիտասարդ մարզիկը ինչ պետք է անի, որ կարողանա կայանալ սպորտում կայանալ։ Երևի թե հասկանալ ինչ է ուզում, լինել ռեալիստ, պայքարել մինչև վերջ, սպորտը այնպիսի բան է, որ ուզես թե չուզես, կողից միշտ բացասական լինելու է, միշտ մարդիկ լինելու են, ովքեր որ չեն ցանկանալու քո վերելիքները, ինչպես որ կյանքում, այնպես որ ավելի շատ կասեն, որ մի հանձնվեք, որովհետև կյանքը ինքնից դժվար է, իսկ հանձնվելով դու կոտրում ես ինչ-որ մի թև քո թևերից։ Հայկական ֆուտբոլում երիտասարդ տարիքում շատ տղաներ են լինում, որ լավ հաջողություններ են գրանցում, բայց ճանապարհի կեսից իրենց չենք տեսնում։ Ո՞րն է այդ պատճառը, ֆինանսականն է պատճառը, թե պարզապես ֆուտբոլը ապագա չի Հայաստանում։ Չէ, ապագան ապագա է։ Չասեմ ապագա չի, մենք ունենք երիտասարդներ, ովքեր որ ճիշտ է, քանակը քիչ է, բայց ովքեր որ իմ տարիքայիններին կարամ ասեմ, ես փոքրուց միշտ հետևել եմ իրենց, կամա թե ակամա նաև իրենց դեմ եմ խաղացել, ու հիմա իրենք Հայաստանի ազգային հավաքականում են խաղում, բայց փաստենք որ նաև քանակը քիչ է։ Ինձ թվում է պատճառներից մեկը, որպեսզի չունենք նաև ֆինանսականն է շատ կարևոր, որովհետև 17-18 տարեկան ֆուտբոլիստը, որ պետք է արդեն ուղևորվի բանակ, շատ քչերն են բանակից հետո վերադառնում եւ սկսում զբաղվել ֆուտբոլով 2 տարի, արդեն տարուկես, տարի 6 ամիս, հա, դժվար է լինում պայել, ասում են, որ բանակից հետո մտածողությունը նաև փոխվում, կյանքին լրիվ նայում են այլ տեսանկյունից, ֆինանսականը նաև տեղ ունի, իհարկե, մի փոքր, եթե ֆինանսապես լինեն կայուն, այդ երիտասարդները չեն մտածի կողից գումար աշխատելու եւ շեղվելու համար։ Մեր ֆեդերացիան ինչ բաց ունի ֆուտբոլում։ Բացերից ինչքան որ ես եմ հետևում ֆեդերացիայի գործունեությանը, ես կառանձնացնեմ ֆուտբոլիստների լիմիտի հետ կապված խնդիրը։ Ճիշտ է, դեպքեր եղել են, որ լիմիտը չի արդարացրել, հայկական ֆուտբոլը մի փոքր այդ տարիներին անկում ապրել։ Հիմա տեսնում ենք, որ լիմիտի այդ լայն լինելը, որը որ օգուտ է լեգիոներներին, հայկական ֆուտբոլը այս ընթացքում փոքրինչ զարգացում է ապրում եվրոպական ասպարեզում։ Բայց եթե խոսենք Հայաստանի հավաքականի մասին, Հայաստանի հավաքականի ապագայի մասին, ինչպես Վրաստանի օրինակով, Վրաստանը այդ քաղաքականությունն է արդեն քանի տարի է օգտագործում լիմիտների հետ լիմիտի վերաբերյալ, Վրաստանում դրական է։ Վրաստանում հավասարաչափ
ֆուտբոլի վրացի եւ դրսից եկած ֆուտբոլիստները ստանում են խաղաժամանակ, որովհետեւ օրենքն է այդպես պահանջում, ֆեդերացիան է այդպես պահանջում։ Ինձ թվում է, որ լիմիտների հետ կապված խնդիրը լրանա, հավասարաչափ խաղացողներ լինեն դաշտում, թե հայ, թե արտասահմանցի, այդ արդեն այդ միաձուլումը ինձ թվում է որոշ լավ բաների կբերի, տեսնենք։ Իսկ եթե հնարավորություն լիներ ու էլի առաջարկ լիներ պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլ խաղալու, կգնայիք էլի ֆուտբոլի։ Եթե չլներ իմ ներկայիս զբաղվածությունը, թե ինչով եմ ես ներկայապային զբաղվում, երևի թե այո։ Բայց հաշվի առնելով ներկան, ինձ թվում է ես արդեն գտել եմ այն ինչը որ ցանկանում եմ ու ցավոք սրտի կմերժեմ, եթե դա Ռեալ Մադրիդը չի։ Իսկ ներկայիս ինչով եք զբաղվում, որ Ռեալ Մադրիդը Ռեալ Մադրիդին կզիջի։ Ներկայումս զբաղվում եմ արշավական ուղղությամբ, ունենք արշավական ակումբ, որը որ կազմակերպում է արշավներ Հայաստանում, Հայաստանից դուրս, միտված եմ բոլոր իմ ուժերով դեպի այդ գաղափարը ու փորձում ենք զարգացնել։ Վերջին արշավը ո՞րն է եղել ու երբ սկսեցիք արշավով զբաղվել։ Վերջին արշավը եղել է մոտ 5-6 օր առաջ։ Գնացել ենք Մարգաբետի լեռներ, այդ գտնվում է Վանաձոր Դիլիջան ընկած ավտոճանապարհի եզրին։ Արշավել սկսել եմ երևի թե 12-13 տարեկանից, չասեմ սկսել եմ, բայց այն ժամանակ մեր փոքրիկ գյուղը նաև սպորտային է ու ամեն տարվա մեջ 3-4 անգամ տարբեր գագաթներ են բարձրանում սիրողական։ Ձեր գյուղը ո՞րն է, դա ասենք որ արշավների ժամանակ մարդիկ դիտարկեն։ Այո, ես դա ասենք որ դիտարկեն, գտնվում է քաղաք մասում։ Գյուղ Սայատնովա։ Այն ժամանակ շատ էինք զբաղվում, տարին 3-4 անգամ գագաթներ էինք բարձրանում, հետո արդեն ֆուտբոլից հետո հասկացա, որ բնությունը ինձ ներկապային քաշում է դեպի իր գիրկը ու 22 թվականից սկսեցի հաճախակի արշավել ու կենտրոնանալ հենց արշավների վրա, զարգացնել, մեծ ցանկություն եմ զարգանալու Հայաստանում այդ արշավային մշակույթը ու ինձ թվում է կզարգանա։ Ինչ չօգտագործած մենք հնարավորություններ ունենք արշավի կողմով, որ չենք կարողանում անել ու չենք կարողանում ներկայացնել մեր օտարերկրյա բարեկամներին։ Սի Հայաստանն էլ դիտարկեն արշավական երկիր։ Տեսեք, մինչև կորոնավիրուսը չէին դիտարկում։ Կորոնավիրուսը ինչքան որ բացասական էր, այդքան դրական ազդեց Հայաստանում արշավների, Հայաստանում տեսարժան վայրերի վրա, մարդիկ տանից դուրս եկան եւ սկսեցին քայլել ուղղակի։ Այդ քայլելու հետ մեկտեղ բացահայտեցին լիք գեղեցիկ վայրեր, ու ինձ թվում է ուղղակի պետք է տանից դուրս գալ եւ գոնե շաբաթ-կիրակի այն հանգստյան օրերին գնալ տեսնել, որովհետեւ շատ տխուր է, երբ որ արտասահմանցին զբոսաշրջիկը գալիս է, չգիտեմ, Արգենտինայից գալիս է Հայաստան ու տեսնում է այնպիսի բաներ, որ դու Հայաստանում լինելով հանդերձ չգիտես այդ տեղանքի գոյության մասին։ Ուղղակի տանից ելնել ու որոշել, որ պետք է գնալ։ Հաստատ երկրորդ անգամ, երրորդ անգամ լինելու է, որովհետև ասում են ինչ որ հիվանդություն կա, արշավական, առաջինից հետո սիրահարվում ես ու հիվանդանում ես այդ հիվանդությամբ, չգիտեմ, ցանկանում եմ որ դա լինի վարակովի։ Ինչպիսին պիտի լինի արշավական ճանապարհություն, որ լինի անվտանգ, մաքսիմալ անվտանգ։ Առաջինը պատրաստությունն է կարևոր, հանդրձանքը, տեղանքին ծանոթ լինելը, ցանկալի չի գնալ մի տեղանք միայնակ, նաև երբ որ գաղափար չունես խոսքավոր տեղանքի մասին, առաջին անգամ ես գնում, համազգեստի կարևորությունը նրանում է կայանում, որ դինես անվտանգ ու ապով, նույն արշավային կոշիկները, օրինակ պետք է լինեն հաստ, պինդ, ոտքերը
չոլորվելու հետ խնդիրներ չառաջացնի, չգիտեմ, վերևի հատվածը պիտի լինի ջրակայուն, տաք, սառնությունը մուտք չգործի օրգանիզմ, տաքությունը օրգանիզմից դուրս չհելնի։ Դա բնական վտանգներից պաշտպանվելու համար է։ Արև, անձրև, քամի, իսկ հիմնականում կենթանական աշխարհից խուսափելու համար նախ ասենք որ կենթանիները խուսափում են մարդկանցից։ Այնպես չի որ կենթանին գիտի այնտեղ մարդ կա, մեծ սիրով կգնա հոշոտելու նպատակով։ Եթե շատ սոված է իհարկե, բնականաբար չի մերժի այդ այդ նվերը, բայց շատ հազվադեպ։ Ու կենթանիները հիմնականում չեն գնում, երբ որ այնտեղ որտեղ աղմուկ կա, դրա համար արշավելիս ցանկալի չի լուր լինել։ Խոսալ, ասել, երգել ինչու ոչ, որը որ մեր արշավներին շատ են անում, որը որ օգնում է։ Պետք չէ վախենալ, շատ վտանգներ չկան Հայաստանի անտառում, նայես թե ուր ես գնում, եթե տեղն կա, որը որ ցանկալի չի, արի մի գնա։ Ամենահիշարժան արշավը ձեր որն է եղել, որ շատ եք սիրում ու տպավորված եք։ Վերջերս Արարատի վերելքն է եղել իմ ամենահիշարժան արշավը։ Միշտ պատմում են, որ այդ գագաթը մի ուրիշ զգացողություն է, բայց ես նայում էի որպես սովորական միջև գնալ է, սովորական գագաթ, որը որ հեսա կբարձրանանք ու կիջնենք։ Ես մեր տանից, մեր տան տեսարանը բացվում է Արարատով ու արդեն 24 տարի նույն տեսարանն է, նույն պատկերն է, ու այդ հասկացողությունը գլխումս ես բարձրացա Արարատ ու հասկացա, որ այն ինչը որ 24 տարի տեսնում եմ, ես հիմա այդ իմ տեսած պատկերի գագաթին եմ ու չգիտեմ, ինձ թվում է ամեն հայ գոնե մեկ անգամ այդ զգացողությունը պիտի ապրի, պիտի գնա։ Արևմտյան Հայաստան, վերջերս քո պապական տարածքներ, այդ զգացողությունը զգալ պետք է։ Երբ որ բարձրանում եք Արարատ, բնականաբար հետևի կողմից եք բարձրացել ու Արարատի տեսքը ուրիշ ձև պետք է լինի։ Այդ արդյոք սպասում եք, որ Արարատը հենց այդպեսին է, ոչ թե այս կողմից։ Միշտ լսել եմ, մի քանի նկար տեսել էի, միջև մյուս կողմը անցնելը, բայց այս կողմից ավելի գեղեցիկ է, իսկապես այս կողմից շատ գեղեցիկ է ու երևի նեղացած է Արարատը այն կողմից, իսկ այս կողմից ժպտում է։ Այդպիսի տպավորություն է կոմոդ առաջանում, որովհետև Արևմտյան Հայաստանի կողմից շատ քննած սար լինի, կոպիտ ասած շատ մաշված սար լինի, իսկ այս կողմից լրիվ վերածնված է այդ սարը մեզ համար ու ինձ թվում է միշտ մեզ է ժպտում էլի ինքը ու դրա համար մենք երբեք չենք համարում դա որ մերը չի։ Հայկական խումբը առանց թուրքերի միջամտության իրաց ներկայացուցչի կարող են բարձրանալ Արարատ։ Որպես այդպեսին միջամտություն ասեմ, թույլատություն պետք է ունենալ ու այդ թույլատությունը մեզ տրամադրում են մեր դրսի գործընկերները, որոնց հետ համագործակցում ենք, իսկ ուղղակի Արարատ բարձրանալ եւ ինչնել առանց որևէ մեկի թույլատության չի լինում, ցանկալի չի։ Մեզ ուղեկցում էին, մենք ունեինք մեր ուղեկցորդները, մեր ակումբի ուղեկցորդները եւ նաեւ ուղեկցորդ, որը որ այնտեղի ուղեկցորդներից է, որը որ պարտադիր պայման է քեզ հետ պետք է լինի, կապ չունի դու գիտես ճանապարհը, թե ոչ։ Այնտեղի ուղեկցորդը պարտադիր քո խմբի հետ բարձրանում է եւ ուղեկցում է այդ իրանց պարտականությունների մեջ մտնում։ Իսկ բացի ուղեկցել ինչ որ բաներ պատմում էին, որոնք հակասում են մեր պատմությունը, թե ոնց որ կա, այնպես էլ ցույց տալիս։ Դե կային բաներ, որոնք որ պատմում էին այնպես ինչպես իրենք են ուզում, նա մանավանդ քաղաքային տուրերի ժամանակ
բայց հիմնականում ուշադրություն չենք դարձնել, որովհետև մենք գիտենք ուր ենք եկել, մենք գիտենք պատմությունը ու հիմնականում վիճելու կարիքը չկար, որովհետև ապարիզյուն է, իրանք արդեն քանի տարի նույն բաները, նույն կեղծիքները մարդկանց ասում են ու ով հավատում էր, ով չէր հավատում, ու հայկական թիմը բնականաբար ուշադրություն չէր դարձնում ու չէր հավատում այդ ամեն ինչին, ինչը որ իրենք են պատմում։ Այդ քաղաքային արշավների ժամանակ Թուրքիայում եք չէ եղել քաղաքային արշավների։ Որն է եղել ձեր ամենասիրելի քաղաքը այնտեղ։ Բոլորն էլ մերն են ու կարոտած ենք, բայց երևի ամենաշատը սիրել եմ Վանը։ Յուրահատուկ էներգիա եմ ստացել Վանից, Վանը լիճը տեսնելուց, եւ երկրորդ տեղը կարելի ասել Անին, որը որ շատ մոտ է Հայաստանին ու շատ էմոցիոնալ էր, երբ որ դու լինելով Անի տաճարում 50-60 մետր ցախ կողմում հայկական աշխատողներն էին, հա, աշխատում ու եթե մեծ ցանկություն լիներ կարող էիր առանց որևէ կապի միջոցի ինքան մոտ էր տարածությունը, որ առանց որևէ կապի միջոցի կարող էի շփվել իրենց հետ ու ափսոսում ես նաև, որ չգիտեմ, այդ ամեն ինչը էլ մեր չի։ Եկեք վերադառնանք Հայաստան, որովհետև ուզում նալից այս թեման, ձեր Instagram-ում թերթելիս տեսա վերևում գրած էր սպորտային տուրիզմ ու կողքը հեծանիվեր։ Հետո նայեցի, որ հեծանիվով էլ եք գնում հայաստանյան տարածքներ։ Ինչ դժվարությունների եք բախվում, ուր եք գնացել հեծանիվով, ինչ է իրենից այդ։ Նախ առաջին սպորտային տուրիզմ, որ ասացիք, ես ավարտել եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային տուրիզմ մագիստրատուրան։ Այդ առումով արշավներս եւ սպորտային տուրիզմը որոշեցի միացնել իրար եւ ավելի շատ տեսական գիտելիքներ ունենալ, որ պետք է օգտագործել գործնականում, իսկ հեծանվային արշավները ցավոք սրտի ել չեմ կարողանում կազմակերպել զբաղվածության հետ կապված հեծանվով արշավելը Հայաստանում հեշտ չէ, բավականին բարդ է, որովհետեւ չկան հեծանվային արահետներ, հիմնականում ավտոմեքենաներ չեն զիջում հեծանվորդներին, ճանապարհները ոչ բոլոր տեղերում են հեծանիվի համար հարմար, եւ ինչու ոչ Երևանում մի փոքր նաեւ վտանգավոր է հեծանիվով, մշակույթ չունենք, որպես այդպեսին, հեծանիվային մշակույթ, որ ինչ որ մեկը կարող է հեծանիվ վարել, ցավոք չկա, բայց ինձ թվում է կամաց տուրիզմի հետ, որը որ արդեն զարգանում է Հայաստանում, մեծ թափը հավաքել, ինձ թվում է տուրիզմը արդեն կամաց կզարգանա եւ կունենանք նաեւ հեծանվային մշակույթ։ Իսկ հեծանիվ ոնց հասկացա, սա լեռնբարձրանալը ավելի շատ եք օգտագործում, քան հեծանիվով ճանապարհներ գնալը։ Ինչի հեծանիվ այդքան շատ չեք նախընտրում, որն է հեծանիվի դժվարությունը։ Հեծանիվը նախ ինչպես չունենք հեծանվային ճանապարհներ, այնպես է հեծանվային արահետներ Հայաստանում որպես լեռնային չունենք, դրսում զարգացած է, բայց ես դեռ այսքան ժամանակ չեմ տեսել արահետներ նախատեսված հեծանվային տուրիզմի համար։ Լոռիում վերջերս լսել եմ, որ կա ինչ-որ փոքրիկ այդպիսի տեղ, որ հեծանվորդները կարող են գնալ, իրենց թույլ տա այդ լեռնային տուրիզմով զբաղվել, ավելի հեշտ է, հեծանիվ վարելը շատ դժվար է, բնականաբար, երկար կիլոմետրներ, վայրէջքներ, վերելքներ, բայց ավելի հոգեհարազատ է ինձ քայլարշավները ու լեռներ բարձրանալը, դա ինչ-որ հեծանվային տուրիզմը ավելի շատ հոբի, որը որ տեսա ինչ է, զգացի ինչ է ու եթե զբաղվում ես տուրիզմով, գոնե պետք է իմանաս տուրիզմի ճյուղերը, որը ինչա իրենից ներկայացնում ու կփորձեմ նաև այլ տուրիզմի ճյուղեր, օրինակ, չգիտեմ, ժայռամագլցում, որը որ դեռ չեմ փորձել, պարաշուտային թռիչքներ, որը որ կրկին դեռ չեմ փորձել։
Հեծանվոմն ամենաերկար ճանապարհը որն է եղել, որ անցել եք։ Ամենաերկար ճանապարհը 106 կիլոմետր քաղաք Մասիսից վարել եմ դեպի քաղաք Աշտարակ, Տարերի պուրակ կոչված վայրը եւ ետ վերադարձ դեպի քաղաք Մասիս, այցելել եմ Սաղմոսավանք ճանապարհին, Հովանավանք, այդպես ամենաերկար ճանապարհս եղել է, շատ չի եղել իմ կյանքը հեծանվային այդ արշավների, փոքր է եղել, մոտ 1 ամիս է տևել, շատ չեմ զբաղվել, բայց կարևորը հասկացել եմ դա ինչ է, ինչ բարդություններ ունի եւ կարող եմ մյուսներին ովքեր ցանկանում են փոքրինչ ուղղորդել։ Ձեր Instagram-ում էլի նայեցի, մեր լեռների ճամբարի հետ ինչ որ օր եք անցկացրեք, այնտեղ տեսա որ դեմքներին ինչ որ արյունոտ ներկեր եւ այլն ու օգնություն եք ցույց տալիս, այդ փորձառությունը կհիշեք։ Այդ եղել է տուրիզմի Լեռնային տուրիզմի ֆեդերացիայի կողմից։ Ես որտեղ որ սովորել եմ, այնտեղի իմ ամբիոնի վարիչը խորհուրդ տվեց մասնակցել մի կազմակերպությունի, որը որ չեմ կարող հիշել, ներողություն եմ խնդրում, 3 օրյա առաջին բուժօգնության դասընթացների, որը որ հենց Դիլիջանում էին անցկացնում Գոշ գյուղում ու 3 օրյա առաջին բուժօգնության դասընթացները հենց նկարները ոնց որ դուք եք ասում շատ մի քիչ դաժան էր առաջին 2 օրը տեսական էինք անում ու սկսեցին 3-րդ օրը գործնական դասեր ավելի շատ վախենալու ինչ որ արյուններ կոտրված ոտք Դուք ո՞րն եք օգնել ում որ մարդուն եք օգնել կոտրվածքներով ես օգնել եմ ոտքի վնասվածքով երբ որ արյունահոսություն էր լինում ոտքն էին ոնց որ պոկվել ինչ որ sense շատ էքստրեմալ պայմաններ էր ու ճիշտ է այդ ամեն ինչը իրական չէր բայց մի բան երբ որ պատկերացնում էիր որ այդ ամեն ինչը կարող է լինի իրական ու դու այդ գործողությունը անում ես միշտ մեզ ասել են որ պետք է նույն գործողությունը անես 2500 անգամ որ կարողանաս վառ կատարել այդ ամեն ինչը եթե դու 2500 անգամ չես արել միշտ լարվելու ես ու այն մարդը ով որ մեզ դասավանդում էր այդ օրերին ասում է ես է 2500 անգամ չեմ արել Բայց ինքն էլ լարված թե ինքն էլ միշտ լարված այսինքն ինքը բացատրում էր որ լարվածությունը օքեյ է նորմալ բան է նորմալ իրավիճակ է ու պետք չի ուշաթափվել ճիշտ է ասել շատ հեշտ է Շնորհակալ եմ շատ մի քանի բլից հարցեր ենք պատրաստել եթե պատրաստ եք արագ ու առանց մտածելու Հարցակվող թե պաշտպան Պաշտպան Գոլ խփել թե գոլային փոխանցում կատարել Գոլային փոխանցում կատարել Չեմպիոնների լիգա թե աշխարհի առաջնություն Աշխարհի առաջնություն Պրեմիեր լիգա թե Լա լիգա Պրեմիեր լիգա Ֆուտբոլում տեխնիկապես ուժեղ լինել թե ֆիզիկապես Ֆիզիկապես Արագ վազել թե արագ կողմնորոշվել Արագ կողմնորոշվել Պելե թե Մարադոնա Մարադոնա Պելեին շատ չեմ հիշում Հաճելի է 90-րդ րոպեի գոլը թե վստահ 3-0 հաղթանակը 90-րդ րոպեի գոլը Ֆուտբոլիստ մնալ թե դառնալ մարզիչ թե այլ ուղղություն ընտրել Ֆուտբոլիստ մնալ այդ 3-ի մեջ ֆուտբոլիստ մնալ Ֆուտբոլ թե լեռնագնացություն Լեռնագնացություն Բարձրանալ Սարի գագաթ թե ճանապարհ ընկնել հեծանիվով Բարձրանալ Սարի գագաթ Եթե ինչ-որ ֆիլմ լիներ, որ ժանրը կընտրեիք Ռոմանտիկ Շնորհակալություն այսօր այսքան էինք պատրաստել հետևեք մեր սպորտզոնին